Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է, այս ժամի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի, որը Թուրքմենստանով և Իրանով երկրները միացնում է իրար։ Երթուղին ունի երկու գործող ճյուղ՝ Չինաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, Հայաստան և Չինաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Հայաստան։ Նոր տարբերակով բեռնափոխադրումը տևում է 9-ից 20 օր, ինչը այն դարձնում է արագ այլընտրանք գոյություն ունեցող երթուղիներին, որոնց դեպքում առաքումը կարող էր տևել մինչև 45 օր։ ԴՕԿ կուսակցությունը կրկին դիմել է վեհափառ Հայրապետին։ 24 ժամ առաջ Վարդան Ղուկասյանը անձամբ զգուշացրեց Գարեգին II-ին առաջարկելով անհապաղ մեկնել Վատիկան։ Նա հորդորեց օգտագործել այդ հնարավորությունը, օգտագործելով միջազգային ուշադրությունը և կանխելու սպասվող քաղաքական և հասարակական ցնցումները։ Դա միայն զգուշացում չէր, դա փրկության ծրագիր էր, վերջին շանսը խաղաղ ելքի։ Սակայն դու Գարեգին չլսեցիր։ Դու գերադասեցիր լռությունը, կարծելով, թե վտանգը կանցնի կողքովդ, բայց այն չի անցնում։ Եվս մեկ անգամ Վարդանը փորձեց օգնության ձեռք մեկնել, առաջարկելով այլ ճանապարհ, ավելի նուրբ, ավելի անվտանգ տարբերակ, բայց դու կրկին մերժեցիր, խզելով այն վերջին թելը, որը դեռ կարող էր կանխել։ Մենք քեզ բազմիցս զգուշացրել ենք խոսքերով, նամակներով, ազդակներով, բայց դու շարունակեցիր պահել լռություն, կարծես այդ լռությունը քեզ պաշտպանելու էր։ Այսօր այդ լռությունը դարձել է քո ամենամեծ վտանգը։ Երեկ մեր կողմից հնչեց վերջին բարի քայլը, վերջին զգուշացումը։ Դու դեռ կարող էիր արձագանքել, բայց չարեցիր։ Եվ հիմա ժամն է, նման հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Ամբողջ ասիական TikTok-ը ողողված է Հայաստանը Miss Grand International գեղեցկության մրցություն ներկայացնող Լիլիայի ելույթի ռիլերով, ով գերել է բոլորին իր գեղեցկությամբ։ 22-ամյա աղջնակը միլիոնավոր դիտումներ է հավաքում ժամ առ ժամ։ Լիլիան զբաղվում է բռնցքամարտով և ունի չնաշխարհիկ գեղեցկություն։ Ներկայացնում ենք տեսանյութը։ Այս լուսանկարներն արվել են 1993 թվականի հոկտեմբերի 17-ին Գանձասարում, դրանից մեկ օր հետո հոկտեմբերի 18-ին այս օրը Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհին դարանակալ ոճրագործի արձակած գնդակից ընդհատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի падգամավոր, Արցախի ազգային ազատագրական շարժման նվիրյալ, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանագիր փոխգնդապետ Նորայր Դանիելյանի երկրային կյանքը։ Դա ուղիղ 32 տարի առաջ էր։ Ներկայացնում ենք տեսաֆիլմ, որը պատրաստվել է 2007 թվականին և նվիրված է մարտական հրամանատարի ծննդյան 40-րդ տարեդարձին։ Ինչ դաս է մեզ տալիս պատմությունը։ Վարչապետ Փաշինյանը կրկին խոսում է իրական և պատմական Հայաստանների մասին։ Նա հերթական տեսանյութն է հրապարակել իր սոցցանցում։ Թողնում ենք առանց մեկնաբանության։ Ինչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը։ Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ։ Իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, մենք պետք է սերտենք մեր պատմությունը։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը։ Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Եվ հետևաբար իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից։ Եվ վերջում հայկական եռխուժտան ճապոնացիների կատարմամբ։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով։